Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 21-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես կշարունակեմ կարևորագույն թեման մեր պետականության համար, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններ, Պուտինի քաղաքականությունը, Պուտինի թիմի քաղաքականությունը մեր նկատմամբ։ Քանի որ երեկ էլ հերթական պաշտոնյաները Ռուսաստանի սպառնալիք ուղեցին մեզ, զգուշացումներ ուղեցին մեզ, դա Սերգեյ Շոյգուն էր, որը հիմա զբաղեցնում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, դա Միխայել Գալուզինն է, Միխայել Գալուզինը դուք հիշում եք, Ռուսաստանի փոխարտգործնախարարը, դա հայտնի մեզ բոլորիս համար Մարիա Զախարովան։ Այո, մենք պարտավոր ենք ուշադիր հետևել Ռուսաստանի պաշտոնյաների ասածին, քանի որ անդադար գնում է ճնշումը Հայաստանի վրա, Հայաստանի կառավարության վրա, մեր հասարակության վրա, Ռուսաստանի կողմից, վերջի 3-4-5 ամիսը անդադար ճնշում գնում է։ Իրանք ուղղակիորեն միջամտում են մեր ընտրությունների process-ի մեջ, փորձում են ազդել ժողովրդի կամքի վրա, հայ ժողովրդին, սպառնում են, զգուշացնում են հետևանքների մասին, բացասական, եթե մենք ընտրենք եվրոպական ուղին եւ այլ։ Բայց քանի որ այս հայտարարությունների մեջ անընդհատ նոր երանգներ կան, նոր մեղադրանքներ, նոր սպառնալիքներ, ես անպայման ձեզ կներկայացնեմ։ Էդել, երբ որ այս նոր տարերը սպառնալիքների հնչած մեր դեմ ուղված, Հայաստանի պետականության դեմ ուղված, հնչում են Սերգեյ Շոյգուի տիպի վտանգավոր մարդկանց կողմից։ Պետք է հիշեցնեմ ձեզ, որ Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարար էր Ռուսաստանի 2020 թվին, երբ որ Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ագրեսիան սկսվեց։ Ու ինքը այն դեմքերից է, որը Ռուսաստանի կառավարությունում տանում էր պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականությունը։ Ուրեմն իր ասածը ել ավելի ուշադիր մենք պետք է ուսումնասիրենք։ Շատ վտանգավոր, շատ բացասական կերպար է մեզ համար։ Պարզ է այսօր էլ ես կանդրադառնալ ընտրարշավին, մենք տեսնում ենք քարոզարշավը գնում է, ընտրարշավի process-ը լարված վիճակ է, բանավեճեր, իրար փնովել, իրար նսեմացնել, կոմպրոմատների պատերազմը սկսվեց, առանձին տարերի մասին այս process-ի ես անպայման ուզում եմ խոսել։ Սկսում ենք մեր աշխատանքը, միջև սկիզբը այսօրվա աշխատանքի, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ դա արագացնում է, աշխատացնում է մեր YouTube-յան ալիքը, մեր խոսքը, մեր անաչառ մոտեցումները անչափ կարևոր են հայ հասարակության համար, եւ սփյուռքայության համար, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Բարդ process-ներ են գնում, ոչ միայն կապված մեր ընտրությունների հետ, ընտրարշավի հետ կապված, շատ բարդ process-ներ են գնում, քանի որ ճնշումը դրսից Հայաստանի վրա ուժեղանում է։ Առաջի հերթին պարզա խոսքը գնում է Ռուսաստանի մասին։ Սկսում եմ այս պաշտոնյաների հայտարարություններից։ Սերգեյ Շոյգուի հայտարարություններից։ Ես պետք է ասեմ, ինչու ես հատուկ ուշադրություն եմ դարձնում հենց Սերգեյ Շոյգուի հայտարարություններին արված երեք։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի աշխատանքային խմբերի նիստի ժամանակ։ Ինչու՞, քանի որ այն մարդն է ինքը, որը 2020 թվին զինադատարից անմիջապես հաստատվելուց հետո, հիշում եք 2020 թվին զինադատարը հաստատվեց նոյեմբերի 9-ին։ Անմիջապես հետո ինքը հայտարարություն արեց,
իր հեռախոսազրույցից հետո Թուրքիայի նախկին այն ժամանակվա պաշտպանության նախարարի հետ։ Ինքը հայտարարություն արեց, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ թուրքերի հետ ինքը ասեց, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ բանակները շատ էֆեկտիվ ռազմական օպերացիա անցկացրեցին Ղարաբաղում։ Պատկերացնում եք, Ռուսաստանը կարծես թե դաշնակից էր Հայաստանի, բայց Ռուսաստանի բանակի ղեկավարը ասում է, որ Թուրքիայի բանակի հետ ինչ որ օպերացիա անցկացրեցին Ղարաբաղում հայերի դեմ։ Ավելին, դուք հիշում եք, այդ պատերազմից հետո, զինադադարի հաստատումից հետո ստեղծվեց համատեղ ռուս-թուրքական կենտրոն, պաշտպանությունների միջև համատեղ կենտրոն ստեղծվեց Ռուսաստանի Թուրքիայի պաշտպանության նախարարությունների հետ Աղդամում, որը պետք է վերահսկել խաղաղության այդ զինադադարի իրականացումը։ Ռուսաստանը այն ժամանակ Թուրքիայի հետ համատեղ գործողություններ ծավալում ու հիմքում այս process-ի Հայաստանի դեմ ուղղված, Ղարաբաղի դեմ ուղղված հենց Սերգեյ Շոյգուն էր։ Ուրեմն իր ասածների նկատմամբ ել ավելի մենք ուշադիր պետք է լինենք։ Հիմա ինչ է ասում Սերգեյ Շոյգուն։ Ինքը ասում է, որ Հայաստանը արել է մի շարք ոչ բարեկամական քայլեր Ռուսաստանի դեմ։ Պատկերացնում եք լեկտիության աստիճանը։ Մեզ մեղադրում են, որ մենք ինչ որ բան կատարել ենք Ռուսաստանի դեմ, մինչդեռ այդ նույն Սերգեյ Շոյգուն ինչ արեց, ես դες նոր ասեցի 2020 թվին։ Պարզ է, ինքը հիշեցրեց, որ Վլադիմիր Զելենսկին եկավ Հայաստան ու իրանք շատ ցավոտ են դա ընդունում։ Սերգեյ Շոյգուն նաև խոսաց նրա մասին, որ այ դուք Զելենսկուն հարթակատվեցիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում, Զելենսկին ինչ որ մեր դեմ բաներ ասեց։ Առաջինը ուզում եմ ասել, որ այդ ֆորմատը եվրոպական ներգրավում է շատ երկրներ, նաև Ուկրաինան, նաև Ադրբեջանը, նաև Վրաստանը, նաև Թուրքիան ու ամբողջ եվրոպական այլ երկրներ, Եվրոմիության երկրներ, Մեծ Բրիտանիա։ Ուրեմն Հայաստանը եթե հրավիրում է այդ ֆորմատի շրջանակներում, բոլորին պետք է հրավիրի։ Ուրեմն թող մեզ մունաթով չգան, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նույն Ռուսաստանը մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում չի աշխատում 2020 թվից։ Մեզ Ռուսաստանը չի տալիս այն զենքը մինչև այսօր, որի համար մենք 7-8 տարի առաջ փող ենք փոխանցել, պայմանագրեր ենք կնքել։ Այս ինչ մունաթով մեզ հետ խոսում են։ Դուք չեք կատարում պարտավորություններ Հայաստանի առջև ռազմատեխնիկական ոլորտում ու մունաթով ասում եք խի եկավ Զելենսկին Հայաստան։ Այդ անպայման պետք է մենք դա ֆիքսենք։ Այդ լկտի պահվածքը այդ պաշտոնյաների Ռուսաստանի ու առաջերտին այս մարդուն իրոք մտահոգիչ է։ Մյուսը ինքը շատ ծավալվեց Սերգեյ Շոյգուն լինելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար շատ ծավալվեց տնտեսական հարցերով։ Ինչ որ խոսեց ծիրանների մասին, ծիրան մեր հանքային ջրերի մասին, որ կարող են ծախվել միայն ռուսական շուկայում, Եվրոպան դա չի ընդունի։ Ծավալվեց այն հարցերով, որ ցորենը, գազը, բենզինը իբր Ռուսաստանը մեզ տալիս է 3 անգամ ավելի էժան գներով, պնդում են, որ էզևի բան չկա, բայց ինքը ասում է 3 անգամ ավելի էժան գներով մենք պարարտանյութ ձեզ տալիս ենք եւ այլ եւ այլ։ Պարզ է պաշտոնական պատասխան պետք է տրվի մեր համապատասխան մարմինների, բայց մենք գիտենք, որ
ինչ գնով մենք գազը առնում ենք։ Ինչի մասին է խոսքը, ինչ 3 անգամ ավելի էժան։ Ինքը շարունակում է ասել, որ պնդել, որ գրեթե 100%-ը մեր գյուղատնտեսության ապրանքների, արտադրված ապրանքների սպառվում են, ծախվում են միայն ռուսական շուկայում, որ մեր ալկոհոլը 80%-ը մոտավորապես սպառվում է ռուսական շուկաներում։ Ինքը ասում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրող Ռուսաստանում, աշխատող Ռուսաստանում փոխանցում են Հայաստան մեծ գումարներ, օրինակ, ինքը ասում է 2025 թվին մոտավորապես 4 միլիարդ դոլարի փոխանցում արել են։ Չգիտես ինչու ընկավ այդ տնտեսական ոլորտներ ու խիստ քննադատում էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Այս նոր տարի Միջև այդ ինչ ասեցի, տարբեր պաշտոնյաները Ռուսաստանի տարբեր տեսանկյուններից ներկայացնում էր մեր կախվածությունը Ռուսաստանի շուկաներից, մեր կախվածությունը ԵԱՏՄ-ից, բայց այս ինչ հիմա կասեմ նոր տարի։ Սերգեյ Շոյգուն ասում է, որ Հայաստանը վերջի 2 տարվա մեջ ստորագրեց լիքը ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթեր, պայմանագրեր ու շատ երկրներ, ում հետ Հայաստանը այդ պայմանագրերը ստորագրեց, ռազմավարական նշանակություն ունեցող, իրանք ոչ բարեկամական պետություններ են Ռուսաստանի համար։ Նու ակնհայտ է ում մասին է խոսքը, Ֆրանսիայի մասին, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Հոլանդիայի, Բելգիայի, դուք գիտեք, մի շարք երկրների հետ, այս վերջինը նաև Լիտվայի հետ, մենք ստորագրեցինք ոչ միայն լավ պայմանագրեր համագործակցության, նաև ստորագրեցինք ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ու Ռուսաստանը դժգոհ է։ Բայց ես հարցնում եմ նույն Շոյգուին։ Դուք մեզ քցեցիք, չաջակցեցիք, չէ, չաջակցեցիք 2020 թվին։ Պարզ է, չէ, ինքը չի կարող ասել չէ։ Ինքը կասի դες այո։ Հիմա ինչ եք ուզում, որ մենք գնում ենք այլ տեղերով մանգալու համար մեր անվտանգությունը։ Դիվերսիֆիկացնում ենք մեր ռազմատեխնիկական ստրատեգիկ ոլորտում համագործակցություն։ Ինչ եք ուզում մեզանից։ Տեսա՞ք, ինքը դժգոհ է, ինքը ասում է դուք ռազմավարական նշանակություն պայմանագրեր կնքում ենք պետությունների հետ, որոնք ոչ բարեկամ պետություն են Ռուսաստանի։ Հիմա մենք ինչա կարական գանք, Ռուսաստանը հիմա գրեթե ամբողջ աշխարհի հետ պրոբլեմ ունի։ Հիմա մենք ինչ անենք։ Միխայել Գալուզինը դուք գիտեք փոխարտգործնախարարն է։ Ինքը կարևոր դեմք է, հենց Հայաստանով զբաղվող կարևոր դեմք է։ Ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է մենք տեսնում ենք, որ արևմուտքը մեր դեմ աշխատում է Ռուսաստանին։ Ու մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը ուշադիր չի ու պատրաստ չի լսել մեր մտավախությունները կապված արևմուտքի հետ։ Դες մենք Հայաստանին զգուշացնում ենք, որ արևմուտքը աշխատում է Հայաստանի հետ Ռուսաստանը հանելու համար, Ռուսաստանի կառավարությունը ուշադիր դրան չի նայում։ Ավելին ինքը ասում է, որ մենք պնդում ենք, որ կարևորագույն նպատակներից մեկը արևմուտքի, նաև հայտում Եվրոմիությանը, օգտագործել Հայաստանը հակամարտության մեջ մտնելու Ռուսաստանի դեմ։ Ու մենք գիտենք, որ արևմուտքը ուզում է ռազմավարական պարտությանը հասցնել Ռուսաստանին։ Այ մենք զգուշացնում ենք դրա մասին, Հայաստանը ուշադիր չի։ Ու Միխայել Գալուզինն մի բան ուզում եմ ես հարցնել։ Մենք էլ ձեզ զգուշացնում ենք, որ մեր վիճակը շատ վատ է 2020 թվին։ Զգուշացնում ենք, որ շատ վատ է վիճակը 2023 թվին Ղարաբաղում։ Ու դուք այնտեղ ունենալով խաղաղապահներ չաջակցեցիք։ Հետո մենք հիմա ամեն օր ձեզ հիշեցնենք դրա մասին։ Հիմա դուք ունեք արևմուտքի հետ լուրջ խնդիրներ։ Մենք ինչ կարող ենք անել։ Չսկսեիք պատերազմ Ուկրաինայի դեմ, չսկսեիք այդ ագրեսիան։
Ձեր սխալները մեր վրա ուզում եք գցել ու պահանջել մեզանից, որ մենք չաշխատենք Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ։ Անհետ պահանջ։ Պարզ է, Միխայել Գալուզինը կրկնեց նույն միտքը, որ ԵԱՏՄ-ում միաժամանակ եւ Եվրոմիության մեջ չի կարելի լինել այդ տարական միտք, ինչի իրանք կրկնում են, ես չեմ հասկանում։ Հիմա Միխայել Գալուզինը նաև անդրադարձավ մեր ընտրարշավին։ Պարզ է, այս ընտրարշավի ժամանակ դուք տեսնում եք, սրվում են բանավեճերը, սրվում է նաև քննարկում այդ հարցի Ռուսաստանի հետ թե ոչ, Ռուսաստանի սխալների մասին, ու ինքը ասեց, որ մենք հույսով ենք, որ կայուն հարաբերությունները կհաստատվեն, կշարունակվեն Հայաստան-Ռուսաստան։ Այս ընտրարշավը, այս քննադատությունները Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ, որոնք ասում են մենք լսում ենք ընտրարշավի ժամանակ, չեն փչացնի, չեն սրի հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջև։ Այո, չեն սրվի, բայց մի պայմանով չեն սրվի։ Եթե Ռուսաստանը չմիջամտի մեր ընտրարշավին, եթե Ռուսաստանը չփորձի ազդել ընտրարշավի վրա, Ռուսաստանի փորձը ազդել ընտրարշավի process-ի վրա, Ռուսաստանի փորձը ակնհայտ աջակցել ռուսամետ ուժերին, պարզ է միայն նեգատիվ բացասական ալիքներ կառաջացնի մեր հասարակության մեջ։ Ու անընդհատ կրկնել ոչ միայն Սերգեյ Շոյգուն, նաև Միխայել Գալուզինը այս երեք ասեց, որ մենք կարծում ենք, որ Հայաստանը չի գնա, հույսով ենք առճակատմանը Ռուսաստանի դեմ։ Ինչի պետք է Հայաստանը գնա առճակատման Ռուսաստանի դեմ։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում։ Այո, Ռուսաստանը չաջակցեց մեզ, մենք նեղացած ենք եւ քաղաքական ուժերի մակարդակով, եւ փորձագետների մակարդակով, եւ հասարակության մակարդակով, բայց ինչի պետք է գնանք կոնֆրոնտացիա, այդ ինչ են մոգոնում։ Ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ տարված չի, ներգրաված չի այս ընտրարշավին, ամեն օր ելույթներ, տասնյակ հանդիպումներ, Նիկոլ Փաշինյանը հասցրեց արձագանքել այս մտքերին ու ասեց, որ մենք ոչ մի պլաններ չունենք առճակատման գնալ Ռուսաստանի դեմ։ Շատ տեղին էր դա։ Մարիա Զախարովան նորից ելույթ ունեցավ, դու գիտեք, ինքը գրեթե ամեն օր մեզ ինչ-որ բան նվիրում է Հայաստանին, Հայաստանի կառավարության, ինչ-որ մտքերով մեզ հետ կիսվում է, անընդհատ այդ ռուսական նարատիվները առաջ է տանում մեր կառավարության դեմ ուղղված։ Այս անգամ ինքը ասեց, որ Ռուսաստանը շատ է նեղացած, որ Արևմուտքը ասում է, որ Ռուսաստանը աշխատում է Փաշինյանի դեմ։ Ինքը ասեց, անհետեցություն է, Ռուսաստանը Փաշինյանի դեմ չի աշխատում, շատ նեղացած էր, ու ինքը ասեց, որ ավելի լավ է ուշադիր հետևեք, որ Փաշինյանը նեղացնում է Հայաստանում Հայաստանի քաղաքացիներին ու բերեց 1-2 միջադեպեր։ Հիշում եք, բանավեճը սուր Նիկոլ Փաշինյանի այն կնոջ հետ, որը բանավիճեր էլ Ղարաբաղի հարցով չէր համաձայն Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, հետո բանավեճ այլ մարդկանց հետ, դուք հիշում եք, այդ բավական ծանր տպավորություն էր թողնում, Նիկոլ Փաշինյանը էմոցիոնալ արձագանքում էր այն մեղադրանքներին ու իմ կարծիքով անհիմն մեղադրանքներին, որոնք իր առջև դրվում էին, բայց ցանկացած դեպքում էմոցիոնալ արձագանքը Նիկոլ Փաշինյանի իրոք սուր էր ու Մարիա Զախարովն ասում է, տեսակ, ինքը սպառնում էր Հայաստանի քաղաքացիներին, դուք էլ ասում եք, մենք ճնշում ենք Նիկոլ Փաշինյանին։ Հիմա առաջարկում եմ կառավարությանը, ինչքան էլ զբաղված չլինել, շատ ուշադիր լինել Ռուսաստանի քաղաքականությանը, որը վարվում է հենց հիմա, հենց այս ընտրարշավի ժամանակ մեր կառավարության դեմ ուղված, մեր պետականության դեմ ուղված։ Կառավարությունը պետք է հասկանա, որ Ռուսաստանը դա
պետություն է, որը ունի ավանդույթներ պետական։ Մենք այսօրվա Պուտինյան քաղաքականությունը քննադատում ենք, իրավունք ունենք քննադատել, հիմքեր ունենք, բայց ճիշտ է խոսանք։ Այս պետությունը ունի պետական ավանդույթներ։ Ու օդ իրանք չեն կրակելու այդքան երկար։ Տեսակ ամիսներով անդադար իրանք քննադատում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Ամիսներով։ Վերջի այս մի ամիսը էլ ավելի ինտենսիվ Պուտինից սկսած ավարտված փոխհարդգործ նախարարներով Ռուսաստանի։ Դա ինչ որ բան նշանակում է։ Դրանից հետո ինչ որ քայլեր կլինեն։ Ուրեմն պետք է հետևի մեր կառավարությունը։ Այդ քայլերը երբ են լինելու։ Միջև ընտրության օրը, միջև հունիսի 7-ին։ Թե ինչ։ Ու ինչ նպատակ ունի Ռուսաստանը, որ անընդհատ քննադատում է գործող իշխանությունների քայլերը արտաքին քաղաքականության ոլորտում։ Մյուսը ինչի մասին ուզում եմ ասել, մեր ներքին քաղաքականության այս զարգացումների մասին։ Թեժ է վիճակը, միշտ ես նշում եմ, որ ոչ մի բռնություն, ոչ մի վիրավորական խոսքեր, այդ թեժ բանավեճեր լավ բան չեն բերում, միայն լարվածություն, միայն հնարավոր շատ վատ զարգացման սցենարներ, բայց պայքար է գնում քաղաքական իշխանություններ սուր քննադատում է ընդդիմադիրներին ու Նիկոլ Փաշինյանը առաջի հերթին քննադատում է թիրախավորում է այդ երեք ռուսամետ ուժերին, այդ երեք ռուսամետ ուժերը պատասխանում են ամենավերջի բարերով Նիկոլ Փաշինյանին, վիրավորում են, նաև այդ թվում մեղադրում են Ղարաբաղի հարցի հետ կապված, կորուստի այլ հարցերի հետ կապված, իբր ադրբեջանցիների մեծ թվով 300,000 պետք է բերվի Հայաստանը եւ այլ, կոմպրոմատները հիմա առաջ եկան ու Նիկոլ Փաշինյանը իմիջիայլոց ասեմ ձեզ երեք ասեց, որ երեք չարաչորը, որ շատ հավանական է, որ մոտ շաբաթ էլի կոմպրոմատներ կլինեն այս կամ անձերի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը նաև շատ հետաքրքիր առաջարկ արեց մեր հավաքների թող չգան այն մարդիկ, ովքեր դժգոհ են մեր քաղաքականությունից։ Հիշում եք, Նիկոլ Փաշինյանի հավաքներին հաճախ գալիս են մարդիկ, ովքեր բանավիճում են իր հետ։ Ինքը էմոցիոնալ արձագանքում է, մեծ աղմուկ է բարձրացնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով հասկացավ, որ կարող է առանձին դեպքերում միտումնավոր դա արվում է, առանձին դեպքերում անկեղծ են մարդիկ, ու ինքը ինչ է ասում։ Պետք չի գալ մեր այս կազմակերպված հանրահավաքների, քանի որ եթե դուք չեք համաձայն մեր քաղաքականության հետ, ընջի եք գալիս։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ հաղորդում է ուղարկում մեր ԱԾ-ին, որ ԱԾ-ն դիմի մեր հնչական մարմիններին, որ գործ հարուցեն կապված պետական դավաճանության հետ։ Որ անձի հետ է ինքը այս խնդիրը դնում է Անդրանիկ Թևանյանի հետ կապված։ Նո Անդրանիկ Թևանյանը հիմա ինքը դաշինքի մեջ է պարոն Գագիկ Ծառուկյանի հետ, Բարգավաճ Հայաստանի ցուցակով է գնում, դուք գիտեք իր կոշտ քննադատական խոսքերը իշխանությունների նկատմամբ, ճիշտ ասած չեմ կիսում իր դիրքորոշումը մոտեցումները, բայց այս ձևի մեղադրանք շատ լուրջ է, պետական դավաճանության մեջ մեղադրանքը շատ լուրջ բան է, դրա հետ կապված հնարավոր ձերբակալման հետ կապված Անդրանիկ Թևանյանի եւ Նիկոլ Փաշինյանի ասացի հետ կապված պարզ է արձագանք եղավ, արձագանքեց Բարգավաճ Հայաստանը, նույն Անդրանիկ Թևանյանը, բայց ուզում եմ ասել, թեժանում է պայքարը, նույնիսկ հասավ նրան, որ այս կամ այն մարդկանց մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Կոմպրոմատների հետ կապված, հիշում եք, Նարեկ Կարապետյանի հետ կապված արվեց հայտարարություն, որ կարծես թե ինքը
Ռուսաստանի քաղաքացի է կամ ունեցել է քաղաքականություն կամ նույնիսկ հիմա ունի Ռուսաստանի քաղաքականություն ու չնայած որ իր փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց ու ասեց ամեն ինչ նորմալ է իր փաստաթղթերի մեջ համապատասխան փաստաթղթերը կապված քաղաքացիության հետ ապրելու որտեղ են մշտական ինչքան երկար ապրելա նորմալ են դուք հիշում եք այս ինֆորմացիան երբ որ եկավ որ կարծես թե ինքը ունի այլ քաղաքացիություն ռուսական քաղաքացիություն մեր քննչական մարմինները սկսեցին վարույթ քրեական քանի որ եթե ինքը թաքցրել է որ ինքը ոչ միայն Հայաստանի քաղաքացի է այլ քաղաքացի դա լուրջ խախտում է մեր օրենսդրության բայց ինքը Նարեկ Կարապետյանը մերժում է դա ինքը ասեց որ չէ Ռուսաստանի քաղաքացին ընդհանրապես հիմա Պարզ է, ոնց պետք է պարզվի դա, մեր ինստիտուտները ոնց պետք է պարզեն, դժվարանում եմ ասել, բայց Ռուսաստանը առաջ ընկավ, Ռուսաստանի փոխարգորդնախարարը ասեց, որ երբևէ Նարեկ Կարապետյանը չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, չգիտեմ, դա բավարար է մեր պետական ինստիտուտների համար, որ այդ գործը չշարունակվի, դժվար է ասել, բայց այդ կոմպրոմատի հետ կապված կարծես թե ինչ-որ պատասխաններ մենք սկսեցինք ստանալ։ Նիկոլ Փաշինյանը նաև խոստում տվեց իր ելույթներից մեկում պետականացնել այս Արարատի ցեմենտի գործարանը Քանի որ ինքը ասում է, դա օգտագործվում է Գագիկ Ծառուկյանի կողմից ու իր կողմնակիցների կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով, դա է պատճառը, որ դա պետք է պետականացվի։ Մոտավորապես դա է միտքը։ Ես ընչի այդ օրինակները բերում եմ, որ դուք հասկանաք, որ հեժ է գնում պայքարը։ Հիշում եք մի անգամ ձայնագրություն հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի զրույցի հետ կապված։ То есть այդ ձայնագրությունը, որ հրապարակվեց, ով հրապարակեց, պնդում էր, որ իրոք այդ խոսակցությունը կար, որ Ռոբերտ Քոչարյանը իբր խնդրել է Պուտինին, որ աջակցի, որ իրան հնարավորություն տան դուրս գալ Հայաստանից եւ այլ եւ այլ։ Հիմա նորից այդ նյութը բերվեց դաշտ ու նորից Ռոբերտ Քոչարյանը եւ իր գրասենյակը հերքեցին դրա իսկությունը, ասում են դա արեստակատ է, դա փորձ է վարկաբեկել եւ այլ ինչ եմ ուզում ասել այս ձևի կոմպրոմատների սլիվ որ արտահոսք լինում է տարբեր մարդկանց հետ կապված այս քաղաքական պայքարում թեժ կշարունակվի մենք կտեսնենք ստեղ միայն մեկ խնդիր կա ինչքան ուժեղ դա կազդի ընտրարշավի վրա ժողովրդի տրամադրությունների վրա դժվարանում եմ ասել բայց ես ուզում եմ այն քննարկումների հետ կապված, որը կան ու առանձին մտքերի հետ կապված, ուզում եմ մեկ շատ կարևոր արձագանք տալ։ Պարբերաբար ես արձագանքում եմ չմիջամտելով նույնիսկ այս բանավեճերի մեջ, բայց ես արձագանքում եմ։ Օրինակ շատ պրինցիպիալ բան ասեց Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը ասեց, որ հողի վրա Եվրոմիությունը ոչ մի լծակ չունի անվտանգության ոլորտում։ Կոպիտ ասած Չունի ստեղ բանակ, չունի ուժային ինչ-որ հնարավորություններ։ Ես այդպես հասկացա Ռոբերտ Քոչարյանի ասացին։ Ուրեմն ճիշտ ասեմ, որ այս հայտարարությունը չի համապատասխանում իրականության։ Եվրոմիությունը ուղարկեց դիտորդական առաքելություն, որը կանգնած է հայ-ադրբեջանական սահմանում երկայնքով, հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ու դուք հիշում եք 2023 թվականից մշտական այս ձևավորվեց դիտորդական առաքելություն շարունակում է աշխատել ու այն պայից հետո երբ որ եվրոպական դիտորդները շարվեցին այդ սահմաններում հայ-ադրբեջանական հայկական կողմում մեր զինվորները չեն սպանվել մեր զինվորները
չեն վիրավորվի։ Ուրեմն Եվրոպան ունի հողի վրա լծակներ աջակցելու մեզ նաև անվտանգության ոլորտում։ Այս հատուկ ուզում եմ ասել, քանի որ գիտեք, տարբեր կարծիքներ, տարբեր քաղաքական ուժեր կարող են հնչեցնել, բայց այս միտքը չի համապատասխանում իրականության։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։